Բարև։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները գեների խմբագրումը հասցրել են ոսկերչական ճշգրտության։ Այժմ ընդամենը մեկ սխալի դիմաց համակարգը կարողանում է ավելի քան 500 հաջող փոփոխություն կատարել ԴՆԹ-ում։ Մինչև վերջերս յուրաքանչյուր մեկ սխալի դիմաց հնարավոր էր լինում կատարել միայն 7 հաջող փոփոխություն։ Եթե համեմատենք դա, կարծես անցում լինի կացինից լազերի։ Նույն գեների խմբագրման գաղափարը, բայց արդեն գրեթե առանց պատահական վնասվածքի ռիսկի։ Խնդիրը նրանում էր, որ գոյություն ունեցող մեթոդները, օրինակ հռչակավոր CRISPR-ը, բավականին կոպիտ էին։ Դրանք մկրատի նման կտրում էին ԴՆԹ2 պարույրները։ Իսկ ԴՆԹ-ն չափազանց փխրուն է ու փոքրագույն սխալը կարող է հանգեցնել մուտացիայի ու անգամ ուռուցքի։ 2019 թվականին հայտնվեց ավելի ճշգրիտ Prime Editing տեխնոլոգիան։ Այն չի բաժանում ԴՆԹ-ն երկու մասի, այլ խնամքով կտրում է միայն մի թելը, բացելով միկրոսկոպիկ փեղկ, որում հնարավոր է տեղադրել անհրաժեշտ կտորը։ Սակայն անգամ այս տեխնոլոգիան հաճախ բախվում էր խնդրի հետ։ ԴՆԹ հին թելը վերականգնվում էր ավելի արագ ու դուրս մղում նոր կտորը։ Ու ահա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թիմը գտել է լուծում, որը գիտնականներն անվանում էին էլեգանտ ու գրեթե պատահական հայտնագործություն։ Նրանք նկատել են, որ աշխատանքային սպիտակուցի Cas9-ի որոշ մուտացված տարբերակներ կտրվածքն անում են ոչ ճշգրիտ, այլ գենետիկ կոդի մի քանի տառի շեղումով, ու հենց այս անճշտությունը դարձել է առավելություն։ Երբ կտրվածքը մի փոքր շեղված է, ԴՆԹ հին թելիկը դառնում է անկայուն ու տրոհվում է։ Նորը հանգիստ զբաղեցնում է հնի տեղը առանց մրցակցության ու սխալների։ Հարյուրավոր գիտափորձերից հետո թիմը դուրս է բերել Cas9 սպիտակուցի մուտացիաների օպտիմալ կոմբինացիան, ավելացրել ՌՆԹ մոլեկուլի պաշտպանության մեխանիզմները ու ստեղծել չափազանց ճշգրիտ Prime խմբագրիչ կամ VPE։ Արդյունքը շշմեցուցիչ է, ընդամենը մեկ սխալ 543 հաջողված փոփոխության դիմաց։ Սա բացարձակ ռեկորդ է գենային ինժեներիայի համար։ Ինչու է սա կարևոր, որովհետև հարյուրավոր ժառանգական հիվանդություններ, անեմիայից մինչև իմունային համախտանիշներ պայմանավորված են ԴՆԹ-ում ընդամենը մեկ սխալ տառով։ Նախկինում գիտնականները կարողանում էին այն գտնել, սակայն վախենում էին ուղղել, որովհետև պատահական սխալի ռիսկը չափազանց մեծ էր։ Այժմ վախենալու կարիք չկա։ Գենային թերապիան էքսպերիմենտից վերածվում է ապագայի բժշկության հուսալի գործիքի։ Եթե VPE-ի նման տեխնոլոգիաները մտնեն կլինիկական պրակտիկա, ապա նախկինում դատավճիռ համարվող հիվանդությունների պատճառը հնարավոր կլինի ուղղակի խմբագրել ինչպես տեքստի, տող մարդու գենետիկ կոդում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատանքը հաստատում է, էվոլյուցիան չի ավարտվել։ Մենք այն շարունակում ենք սեփական ձեռքերով։ Կենսաբանները պարզել են, որ իսկական մոծակները հայտնվել են ոչ թե 200 միլիոն տարի առաջ, ինչպես համարվում էր նախկինում, այլ ընդամենը 106 միլիոն տարի առաջ, ուշ կավճի դարաշրջանում, երբ մոլորակի վրա դեռ քայլում էին դինոզավրերը։ Ու ամենահետաքրքիրը, որ մոծակների գլխավոր էվոլյուցիոն ճյուղերը սկսել են ձևավորվել արդեն կավճի ու պալեոգենի սահմանին մասսայական անհետացումից հետո։ Հավանաբար մոծակների բուռն ծաղկման համար խթան է հանդիսացել նոր տերերի, թռչունների ու կաթնասունների հայտնվելը։ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունը անցկացրել է գիտնականների միջազգային խումբը։ Նրանք կրկին վերակառուցել են մոծակների էվոլյուցիոն ծառը, օգտագործելով այս միջատների ԴՆԹ-ի կոնսերվատիվ, այսինքն միլիոնավոր տարիների ընթացքում փոփոխության չեն թարգված հատվածների մասին տվյալները։ Արդյունքները ստիպել են վերանայել ամեն ինչ։ Պարզվել է, որ Կուլիկիդաe ընտանիքը, նույն այն իսկական մոծակները, որոնք տարածում են մալարիան, դեղին տենդն ու էնցեֆալիտը, իրենց ամենամոտ ազգականներից հաստակնճիտ մոծակներից առանձնացել են շատ ավելի ուշ, քան ենթադրվում էր։ Այս հնագույն զարմիկները արյուն չեն խմում ու ապրում են լրիվ այլ կյանքով, սակայն հենց նրանցից են առաջացել ժամանակակից արնախումները։ Այսօր ապրող մոծակների բոլոր տեսակների վերջին ընդհանուր նախնին ապրել է մոտ 73 միլիոն տարի առաջ, երբ դինոզավրերն արդեն լքում էին բեմը, իսկ մոծակների ժամանակակից բազմազանությունը առաջացել է միայն կայնոզոյան դարաշրջանում տաքարյուն կենդանիների արագ տարածվելու հետ միասին։ Նման արագ էվոլյուցիայի համար հնարավոր է կատալիզատոր են դարձել այն ժամանակների կլիմայական կատակլիզմները, այդ թվում պալեոցեն, էոցենային ջերմային մաքսիմումը։ Կենսաբաններին անգամ հաջողվել է հետևել էգ-մոծակների մենյուի փոփոխություններին։ Մոծակների հնագույն նախնիի դեպքում էգերը սնվել են կաթնասունների արյունով, սակայն հետագայում առանձին գծեր միմյանցից անկախ անցել են թռչունների, սողունների եւ այլ տերերի։ Աշխարհագրորեն ամեն ինչ հուշում է, որ մոծակների առանցքային էվոլյուցիոն ճյուղերը առաջին անգամ առաջացել են նոր աշխարհում, այսինքն ժամանակակից Ամերիկայի տարածքում մոտավորապես 50 միլիոն տարի առաջ, ու միայն դրանից հետո են տարածվել ամբողջ մոլորակով մեկ։ Եվս մեկ կարևոր համընկնում։
Հենց նույն այդ ժամանակ մոտ 45 միլիոն տարի առաջ տեղի ունեցել մալարիա առաջացնող մակաբույծների պլազմոդիումների երկու ճյուղերի բաժանումը։ Մի մասը սովորել է ապրել կաթնասունների, մյուսը թռչունների ու սողունների օրգանիզմում, ու դա զարմանալի ճշգրտությամբ համընկնում է մոծակների անոֆելաս եւ քուլեքս ցեղերի բաժանման հետ, որոնց մոտ փոխվել են ծննդային նախասիրությունները։ Հնարավոր է հենց մոծակներն են դարձել այն կամուրջը, որով մալարիան հնագույն օրգանիզմներից անցում է կատարել ժամանակակից կենդանիների, այդ թվում մարդու օրգանիզմ։ Այսպիսով, նոր հետազոտության համաձայն մոծակները բոլորովին էլ հնագույն բրածոներ չեն, որոնք ապրել են դինոզավրերի հետ կողք կողքի, այլ աղետի զավակներ, նոր պոստապոկալիպտիկ երկրի ծնունդները։ Այս շաբաթվա գիտնականն է Պաուլ Էրլիխը։ Պաուլ Էրլիխն այն մարդն է, ով իմունիտետը ենթադրությունների մառախուղից վերածեց ճշգրիտ գիտության։ Աներևակայելի հետաքրքրասիրությամբ օժտված գերմանացի բժիշկն առաջինն էր, ով հասկացավ, որ օրգանիզմն արտադրում է սպეციფიկ հակամարմիններ, ինչպես բանալիներ յուրաքանչյուր հիվանդության կողպեքի համար։ Նա էլ հորինեց կախարդական գնդակի գաղափարը, տեղամիջոցի, որը ոչնչացնում է թշնամուն ձեռք չտալով օրգանիզմը, ու ինչը անհավանական է, ինքն էլ հայտնաբերեց առաջին նման գնդակը Սալվարսան դեղամիջոցը, որը հակաբիոտիկներից շատ առաջ հազարավոր մարդկանց փրկել է սիֆիլիսից։ Էրլիխը նաև ձևակերպել է հոր աուտոտոքսիկուս կամ ինքնաթունավորման սարսափի սկզբունքը, հարցնելով. ինչու իմունիտետը չի հարձակվում հենց օրգանիզմի վրա։ Հենց նրա գաղափարները հիմք դարձան իմունոլոգիայի եւ քիմիաթերապիայի համար։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։